հանդիսացել Սամվել Կարապետյանի առողջական Ոչ միայն, նաև ջանասիրության իսպառ բացակայությունը քննիչի կողմից։ Օրինակ Սուրեն Խաչատրյանը գտնում է, որ ջանասիրության իսպառ բացակայության վերաբերյալ մեր կողմից ներկայացված հիմնավորումները ամբողջական չեն, որովհետև քննիչի կարծիքը այդտեղ չի երևում։ Այ որ օրինակ Սուրեն Խաչատրյանը դատավոր մանրամասն նայր գործի նյութերը, կտեսներ, որ երբ մենք քննիչին միջնորդում էինք, ասում էինք գործողություններ արա, մենք նաև քննիչից ստանում էինք իր դիրքորոշումը։ Այն է, որ մենք օրինակ անհիմն միջնորդություն ենք անում եւ դա մերժում էր ու այդ որոշումները կան գործի նյութերում, բայց երևի Սուրեն Խաչատրյանը այնքան էր շտապում։ Իդեպ իսկապես Սուրեն Խաչատրյանը աննախադեպ է շտապում։ Սուրեն Խաչատրյանը 4 օրում ոչ վարույթ հարուցելու մասին որոշումը։ Ինչ է դա նշանակում։ Հարգելի գործընկերներ, ես դրա համար ի սկզբանե ասեցի, որ այստեղ իրականում շատ լավ, բայց դուք կարևոր հարց եք տալիս։ Հիմա երկուսին պատասխանեմ։ Վարույթ հարուցելը ինքնին հանդիսանում է առաջնային փուլը մինչև վերջնական որոշում կայացնելու։ Սուրեն Խաչատրյանը չի ասել, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք չպետք է կիրառվի։ Սուրեն Խաչատրյանը ասել է, որ այդ հարցի վերաբերյալ վարույթ հարուցելը ինչ որ իմաստով ավելի վաղ էր, պետք էր ավելի ուշ հարուցել, սենց մի տեխնիկական ֆանտազիայի տիրույթում գտնվող պատճառաբանություն, բայց չի ասել, որ տնային կալանքը պետք է բեկանվի եւ պետք է օրինակ կալանք կիրառված լինի։ Վարույթ հարուցելու մասին որոշումը։ Վարույթ հարուցելու պետք է տեղափոխվի մեկուսարա։ Եկեք հետեւյալը ասեմ, դա նշվածը չի կարող ենթադրել, պատճառաբանեմ ինչու։ Քրեական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է մեկ կարգավորում։ Անձի կողմից, եթե առկա է ինտենսիվ խափանամիջոց, կալանք կամ տնային կալանք, դրա լրանալուց 5 օր շուտ պետք է դրա երկարաձգման վերաբերյալ միջնորդություն ներկայացնես։ Սամվել Կարապետյանի դեպքում, ըստ քննչական մարմնի, այն լրացել էր հունվարի 13-ին, վերջնաժամկետը։ Եվ քննիչի կողմից ներկայացվել է միջնորդություն տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, որը եւ դիտարկվել է դատարանի կողմից, վարույթ է հարուցվել եւ 16:00-ին դատական նիստ է նշանակվել։ Կռահելով հաջորդող հարցադրումները, քրեական դատավարության օրենսգիրքը որևէ կառուցակարգ խափանման միջոցների փոփոխության, երբ արդեն հստակ ժամկետը առկա է, այսինքն այդ 5 օր վաղ ներկայացնելու սահմանափակումը չի նախատեսում։ Հետևաբար, արդյոք դատախազությունը եւ քննչականը ամեն կերպ քաղաքական հետապնդման շրջանակներում երևի թե նույնիսկ երազում են տեսնել Սամվել Կարապետյանին կալանավորված, բայց իրենք ունեն մեծագույն խոչընդոտ։ Դա քրեական դատավարության օրենսգիրքն է։ Կամ Հայաստանի Հանրապետությունում թող գան արձանագրեն, որ քրեական դատավարության օրենսգիրքը դրվում է մի կողմ, կամ պարզապես պետք է ստիպված լինեն կրկին դիտարկել տնային կալանքի երկարաձգման միջնորդությունը, որի վերաբերյալ մենք ունենք առարկություն։ Այսինքն պարոն Վարդևանյան, որ ԱԱԾ մեկուսարան են տեղափոխելու, չեն համապատասխանում իրականությանը։ Նաիրի բժշկական կենտրոնում է գրված, խնդրում եմ հաստատեք կամ Խնդրեմ հետևյալ կերպ նայենք։ Մենք հայտարարել էինք, չէ, որ առողջական որոշ հանգամանքներ են ի հայտ եկել։ Դա ինչ է իրենից ենթադրում։ Դա նշանակում է, որ պետք է անձը ստանա բժշկական օգնություն։ Բժշկական գաղտնիքից ելնելով եկեք ես այդ մանրամասները չբացահայտեմ, բայց այն, որ Սամվել Կարապետյանը բժշկական օգնության իրավունքի տիրույթում է, դա փաստ է, դրան ավելացնելու բան չունի։ Մի պարզ հարց էլի խնդրում եմ պատասխանել, որպեսզի մեր հեռուստադիտողները հասկանան։ Վերաքննիչի որոշումը ինչի մասին է, ինչ է նշանակում։ Ռուբեն Հակոբյանը մեզ ասել է, որ դա նշանակում է տնային կալանքը վերացվում է եւ ուժի մեջ է մտնում կալանքի որոշումը, ասեմ, կամ կալանավորման հարցը։ Վարույթ հարուցելու մասին որոշումը բեկանվել է վերաքննիչ քրեական դատարանի կողմից հակակոռուպցիոն ուղղվածությամբ։ Արդյոք դրա հետևանքը ի վերջո դա է։ Այո, բայց արդյոք դատարանը հենց ուղիղ գնահատականը տվել է տնային կալանք թե կալանք, ասում եմ, որ ոչ։ Կարող էր արդյոք այդպես անել, կարող էր, այդպես չի արել։ Հիմա մնացած հարցերը ուղղեք Սուրեն Խաչատրյանին օրինակ։ Ամեն դեպքում պարոն Կարապետյանը տեղափոխվել է մեկուսարան, երբ բժշկական հարցերը ըստ այս որոշման 48 ժամվա համար, եթե անձը չունենար բժշկական օգնության եւ սպասարկման անհետաձգելի իրավունքի իրացման հարցեր, այո, այդ հարցը կարող էր դիտարկվել։ Այսինքն պետք է 48 ժամվա ընթացքում, որովհետև հունվարի 18-ին լրանում է անձի անձնական ազատության իրավունքի սահմանափակման հարցը, բայց ինչի եմ ասում կարող է, որովհետև օրինակ այսօր դատավոր Դոլմազյանը քննության առարկա պետք է դարձնի տնային կալանքի երկարաձգման հարցը, տնային կալանքի, եւ եթե օրինակ տնային կալանքի այս որոշումը մի մասով այո կարող է ազդել, որովհետև Սամվել Կարապետյանի նկատմամբ
կոչեր կամ հրապարակային հայտարարություններով հանդես գալու սահմանափակում չի կարող կիրառվել։ Պարոն Վարդանյան, եթե Դոլմազյանը 3 ամսով ենթադրենք տնային կալանքը երկարաձգի, որոշ Մենք միջդատական վարույթում ենք գտնվում, չի կարող ուղղակի, որովհետև տեսեք, դատարան ներկայացվում է միջնորդություն։ Գործընկերներ, եկեք այս մասը միասին բացահայտենք։ Օրենսգիրքը նախատեսում է, որ ժամկետը կալանքի կամ տնային կալանքի լրանալուց 5 օր շուտ պետք է ներկայացվի միջնորդություն երկարաձգման, եթե նման անհրաժեշտություն կա, եթե չկա չի ներկայացվում։ Բայց այդ 5 օր շուտից ուշ չեն կարող ներկայացնել։ Եթե այդ ժամկետի պայմանը խախտվում է, չի կարող նման միջնորդություն ներկայացվել։ Քննիչների կողմից ներկայացվել է տնային կալանքը երկարաձգելու միջնորդություն։ Իդեպ որի մեջ նաև բոլոր պատճառաբանությունները, հիմնավորումները, թե իրենց պատկերացմամբ ինչի տնային կալանքը պետք է պահպանվի, ներկայացված են։ Հիմա դա կլիներ Սուրեն Խաչատրյանի որոշումը ամսի 16-ին, կլիներ ամսի 18-ին, թե 19-ին, եթե ամսի 13-ին ուղիղ չէր կայացվում, իրավական նշանակություն չի կարող ունենալ։